Ժողովուրդ ջան, ուրեմն ես նայում եմ ինչա կատարվում համացանցում, դա ուղղակի խայտառակություն է, բայց ձեր նման մարդկանց ցուցաբերած խայտառակության պատասխանը հակահարված ստանում են ժողովրդի կողմից, այն որ այսօր վարչապետը շրջեց Էջմիածնով, Արտաշատով, վայելեց ժողովրդի հարգանքը, ջերմ դիմավորելը, հյուրասիրելը, մի խոսքով այդ ամեն ինչը արդեն ապացուցում է ձեր հակառակորդ թիմին, այն պայքարող տեսակին, այն տականքներին, որ իմ ձևով պայքարում են, Մովսիսյան անունով մի հատ ղախպի, բառից բուն իմաստով ղախպի տղու մասին է խոսքը, ինքը ղախպի տղա չի, ինքը բջի վաստակա, որի նկարը ես դրել եմ իստորիա, ինքը մտել է ուղիղ եթեր, ժողովուրդ ջան, իմ ձևով շարժման շարժողներից է, Սամվել Կարապետյանի մահացած օրգանները գումարող շարժող համակարգ է ինքը մտել է ուղիղ եթեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը ասում է շատ ուրախ եմ որ բաժանվել եք, եթե ձեր սիրտը արդեն ազատ է, ես մեծ աճույքով ուզեմ զբաղացնեմ, ես պատրաստ եմ ձեզ ամուսնության առաջարկ անեմ, նախ էշի վաստակ Հերդ, որ մոտեցել էր մորդ առաջարկություն անելու, մերդ զբաղված էր, իրանց գյուղի տղերքով էր զբաղված ու զբաղացնում էր այդ տղերքին, դուրդ կգա, որ մեկը քո 60 տարեկան մորը, եթե նա 2 հատ կամ 3 հատ բիջ բերած լինի, որից մեկը դու ես, թեկուզ բաժանված լինեք, ձեր ընտանիքում խոչընդոտներ լինի, դուք բաժանված լինեք, նախ եւ առաջ մեր վարչապետն ու կինը չեն բաժանվել, հələ դուք չգիտեք ինչ եք ռաստ գալու, այս եք ուտելու դուք, քորանակ չեք տենա այդ ընտանիքի փլուզումը, նրանք Այդ բաժանվա այդ տենց էր պետք կոպիտ ասած անցանք դրանից անցանք դու քո դուրը կգա որ քո մերը քո քուրը քո մորքուրը բաժանված լինեն ունենան 4 երեխա քո նման մի հատ բոզի վաստակ կանգնի ասի ես պատրաստ եմ ամուսնանա խոսքի քո մոր այդ քո դուրը կգա չէ Ճիշտ ձևով, ամենափաստացի ձևով, ուրեմն լսի, որը տենց անչափահաս մալալետկա դեմքով դարել ես 4 երեխա տիրոջ կնոջը առաջարկություն ես անում, խորհուրդ կտամ, ձեր տան չբավարարված կանանց բավարարեք, որ գեղով մեկ խայտարակ չլնեք, որ կողքի գեղերից չգան, ձեր տան կնանոնց իրարահան անեն, քո տան կնգան իրարահան անեն, կամ էլ մորը հանգարցակի մի հատ էլ գուպեսը տենց անդաստիրակ լրփի վաստակ, չգա մորը տասի, եկել եմ քեզ առնեմ, տանեմ, բավարարեմ, դուք տականքների հավաքածու եք, դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող, խայտարակող ղախպի տղերք եք, ով որ կասի Ռուստամը փուրով է խոսում, Ռուստամն երեք ամբողջ օրը իր ոտերի ցավից չի կարեցի դիվանու վրից անգամ իշնի, ոնց կարելի է անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինչի, սովորական մայրա, որ այս երկրում ծնվել է, ապրել է, ընտանիք ունեցել, 36 տարի, 30 տարի խաղաղ մի ամուր ուժերով կայուն հիմքերի վրա ապրել է իր ընտանիքի մեջ, ինչ որ մի հատ բոզի տղա Քնից ելնի, ասի ես պատրաստ եմ քու հետ ամուսնանամ, ինչ նախնդիրը, մորդ հետ ամուսնացի, հերդ հաստատ քու նման էշին արտադրելու process-ի ընթացքում սեռական օրգանների անկում ապրել, ու մերդ էլ որպես ջահելկին տեղերի մեջ իր գինը չկորցնելու համար հաստատ նորմալ որցման կգա, ըստ դրա ես քեզ խորհուրդ կտամ բոզի տղա, ամուսնանաս քու մոր հետ, ոչ թե դու կանես 4 երեխա տիրոջ մորը բաժանված կանես ասես ես ուզում եմ քո հետ ամուսնանամ մորդ հետ ամուսնացի օրգանները որ մերդ արտադրել է հորդ հետ շփման ընթացքում արտադրել է ու կախել է վրեդ որ այսօր դու դրանով քեզ համարում ես տղամարդ ու Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը առաջարկում ես ամուսնանալ մորդ արտադրած օրգանը հենց իր վրա էլ օգտագործի որ իմանաս դու որպես տղամարդ առնվազն տրապկա ես տրապկա երրորդ մասի այն ժամը 1000 դրամանոց հյուրյանոցի տրապկա ես դու որ դու կարող ես Կանես ասես Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը, եթե քո սիրտն ազատ է ամուսնանամ, իր սիրտն ազատ իմնել դեմն ազատ, արիտար սարքակես նազատ, տականք լրպի վաստակ, ղախպի ծնունդ, նկարը դրել եմ իստորիա, վրան էլ գրել եմ էշի վաստակ, եթե ձեր գյուղում, ձեր շենքում, ձեր պայծեզդում, որտեղ ես ծնվել լրպի ծնունդ, ինձ թվում է դու ծնվել ես Հայաստանի Հանրապետության ամենածաղկուն ֆերմաներից մեկում, կովի վաստակ, եթե դու ունես այդպես արժանապատվություն, մորը դու կնոջդ բավարարի, եթե կին չունես, տանդ մնացած անդամներին բավարարի, մորքուր հորքուրներից բավարարի, հաստատ նրանք 4 երեխաներ կլինեն, որից մեկն էլ դու ես, դու ինչ իրավունք ունես այ լրպի տղա, դու ինչ իրավունք ունես այ ղախպի տղա Քեզ ով այդ իրավունքը տվի այդ թքեմ մորդ վրեն, թքեմ են քեզ լուսաշխար բերող, քաշող հանող բժշկի այն ձեռների մեջը, քո նմանին, պատի հետ բրտեին, հետ, դու ով ես արա, ինչքան ուզմա քաղաքական հայացներ լինի, ինչքան ուզմա խեղաթուրված պահալնի, ինչքան ուզմա փողով ատելություն սերմանես, բայց այդ ձևի, այդ մարդը կինա, մայրա, 4 հատ երեխայա ծնել բերել, արա մեծացրել, այս երկրի համար, մեկին էլ տվել է պատերազմի բերանք ունումա ղախպի տրիմար, որ դու այսօր կանես ասես, պտի բան անեմ, քեզ ամուսնության
ամուսնության առաջարկ անեմ, մորը տարա ամուսնության առաջարկ, մորը տարա այն քուսեփական օրգանով, որը մորիցդ ես ձեռ բերել։ Տականքի վաստակ, նայում եմ քեզ, ես երեկվանից սարսափ եմ ապրում, այդ իմ ձևով շարժում է Սաղի պապան Սամվել Կարապետյանն արա, որի բելնի մեջ ինչ թքի են արտահայտվում եք, այդ դեննգացներ, այդ դիշովկեք, Նիկոլը կբաժանվի, թե կմիանա, թե 10 հատ կնիկ կառնի, թե ինչ կանի, էս ժողովուրդը, այդ մարդինա ուզեմ, էշի վաստակներ, չեք տենեմ, ինքան էլ ինքը լավ ու վատ կոմեր ունենա։ Դուք սարսափելի եք, դուք ծայրահեղությունն եք, դուք խայտարակությունն եք, դու լրբազավրների գարաժից դուրս եկած Պորնիկաբանական ինստիտուտի լաբորատորիայից դուրս եկած բջիջներ եք, որ քանդել եք ու ապականել եք այս երկիրը, խեղաթուրել եք այս երկիրը, ինչ էլ լինի, այս վարչապետին են ուզում այս ժողովուրդը, դուք չեք տենում այդ կովի ծնուններ, երեգեր բաժանվե, այսօր ամբողջ օրը փողոցներում մաներ գալի, ով վատ վերաբերվեց, ուր են ձեր են միկրոֆոնը, որ կողմ եք բերանները թերագնահատում են, նուժելի փողոցներում չկային դրանցից, չկային այլ լրբի տղեկ, դրանք գիտես ով են, դրանք պայծեզների դեմը դուք դրանց կայնացնում եք, հետո դուրս եք գալիս պայծեզների դեմից, իբր իրանց պատահական տեսակ ու հարց եք տալի, դրանք ձեր ծախված համակարգն են, ով որ Հայաստանի Հանրապետության մայրերին, քույրերին, մեր կանանց, մեր են գեղեցիկ սերին կթերագնահատի, կկպնի, կասի գալու են բավարարեմ, նա թող իր մորը բավարարի, ով որ Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը կամ Հայաստանի Հանրապետության սուրբ մորը, որ 2-3 երեխա է ունեցել ու թեկուզ ընտանյական խոչընդոտներ ա եղել, բաժանվել ա, ինչ ա եղել, ամուսնան լուծվել ա, չգիտեմ, կկային ինչ որ մի հատ թուլ ա, իր երեխուց էլ փոքր, կասի ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում, ուրեմն թող այդ պոռնիկի վաստակը գնա, ու որտեղից որ դուրս ա եկել, հենց այդ բնի դեմն էլ ամուսնության առաջարկ անի, որ իմանա թե ինչ ա նշանակում ծնող, մեր արժանապատվություն եւ ընդհանրապես սրբություն եւ հայ կոչվելու պիտակ պարզա ժողովուրդ կներեք ջուր խմեցի ստեղ ժողովուրդ ջան Փաշինյան պաշտպանելու խնդիրը չի Սամվել Կարապետյանի էշ տղեն որ ասեց գալու եմ հարյուրավոր կանանց բավարարեմ այդ էլ ինձ ունից անեց դե հո Փաշինյան չկար ժողովուրդ ջան վերջը հայ ենք չէ վերջը մեր մերերն են չէ տիկին Աննան էլա չէ մեր 4 հատ երեխայա չէ ծնե բերել ինքը ով է այդ լրբի տղեն որ կանյի ասի ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում այ աղբի տղա նրա մեծ երեխեն քեզանից 3 տարի մեծ է այ լրբի տղա դու քեզ տղա ես համարում քեզ բերեն մոդես շնից ծնված եմ թե չհղիացնեմ քեզ զույգ երեխա կբերես 1,200,000 էլ փող կստանաս քեզ այդ էս պետք է անեն դու տղա կոչվելու իրավունք չունես գնա տանդ մերու մեռածին հղիացրա գնա տանդ այն ծնվածին ու սատկածին ու չծնվածին բավարարա հետնել ամուսնացի որ իմանաս վերջը էսի հայ ենք որ իմանաս վերջը մարդ ենք ազգ ենք կրոն ու կնիկ ունենք դրոշ ու պեչատ ունենք ոչ բարով էլ քրիստոնյա ազգ ենք համարվում ձեր տեսակները քանի կան այդ քրիստոնյայի վերնագիր ասվածը մեր վրից պիտի հելնի որովհետև այսքան պղծվածների այսքան լրբազավրների մեջ չի կարելի այս ազգին կոչել քրիստոնյա մինչև ձեզ արմատախիլ չանեն ձեզ չբնաջնջեն այս երկրից այս երկրից արմատախիլ չանեն չբերացնեն չբնաջնջեն դա չի կոչվի Հայաստանի Հանրապետությունը քրիստոնյա ազգ դուք այս ազգի մեջ ամենախայտարակ համակարգն եք դուքան ռեզին առաջացած միջատներ եք Հայաստանի Հանրապետություն ժողովուրդ ոնց կարելի է մի հատ նայեք էլի մարդ կա հելը ասում է խոսում է չգիտեմ կամ լսում է գլուխը տակ չի տալիս Ճիշտ է գտնում, ասենք մեկի մերը բաժանված է կանի մի հատ թուլ է ասի գիտես ինչ կա ես պատրաստ եմ քեզ առաջարկություն անեմ կլսի Զուգը գլխից են բռնում Նիկոլին առաջարկություն արա այսես տղա է գնա պարկի վարչապետի տակը Ինչ ես ուշում միտքը դրեք ընկավրեն այ կեղտ այ լրբի տղա տարածեք ու փոխանցեք իրան այդ ղախպի տղուն որի ճակատին դրել եմ գրել եմ ինչ որ պետքա ու դրել եմ իստորիա դու տղամարդ կոչվելու իրավունք չունես այդ պուպուլ չասվածը որ քամին բերել է ու կպցրեք ովրեն պետք է կտրեն կողեն քո բերանը կամ էլ քո մոր բերանը որ այդ տեսակ բիժ Ցրտեր ու այդ տեսակ բիչ չդաստիրագեր դու բիչ ես բիչ են որ ծառների տակ բեղնավորվում են հիվանդանոցներում էլ թակում ցրտում են իմացար քեզ քումոր վրեն պետք է մի հատ չախքերագին հանեն որ մերդ վիժեր քու նման տականքին չծներ որ ինձ էլ ինֆակտի չհասցներ
ով որ իմ վարչապետին, իմ վարչապետի կնգան բանկ ասի, վարչապետից կնգա քակը կուտի, վարչապետից էլ փեյտը կուտի։ Ես ասել եմ ու կասեմ, թքած ունեմ ձեր վրեն, քամագներով բոմբել գցեք, ժողովուրդը մի տար գիտի, մի բար գիտի, Նիկոլ, հասկանում եք, չկա դրանից են կոմ աշխարհ, դրանից են կոմ աշխարհը քանդող, ապականող, խեղաթուրող, խայտարակող, փողով ծախող, փողով պատերազմ կոսպեկտավորող, փողով 50 լեննականի զինվորի աճ ուղարկելու տեղը պատերազմի դաշտում ձախ ուղարկեց անհայտ գերության, գերու վրեն ծիծաղացող, գերու վերադարձի վրա տխրող ազգ եք եղել դուք ազգ չեք, փոքրամասնություն եք, դուք իմ ձևով շարժում, ես իմ ձևով բան ունեմ իմ մոտ, որ շարժվում, հա, մեկ ձեռս տանում եմ ջեբս, ես գիտեմ դուք եք շարժվում, Սամվել Կարապետյանն էլ ռուլի տանում, հիմա տենամ դուրներդ գալիս, հա։ Խայտարակություն ում ուզում ես լավելի, ում ուզում ես արադիր, ում ուզում ես հարգապաշտա, ում ուզում ես փրկա, մոռացակ ձեր անելանելի վիճակը, մոռացակ են տարիները, որ ձեր փշալարով փաթաթում էին, հոկտեմբերի 27-ին անում շպրտում էին, մարտի 1-ին անում շպրտում էին, դու դիշով կեք, ձեզ հես Քոչարյանն էլ պետքա, գա ու ձեր բելնին ու տուտուզին ձերտա, դուք կարոտել եք դրան, դուք կարոտել եք այդ մութ ու լույս օրերին, ձեր նմաններին Պետք է այդ տենց անեն, որ դուք իմանաք, որը որից հետո եք։ Մի ժողովուրդ, որ 36 տարի այդ թանկան գլխին տան, այդ ժողովուրդն է տուդարի կարիքն ունի արդեն, որովհետև 8 տարի է, ձեր գլխին ոչ մեկ չի տվել։ Այդ դրա կարիք ունեք դուք։ Դուք նենք դավաճան, երգիրը քանդող, խեղաթուրող աղբի տղերք եք։ Դու ով ես արա, ով ես այդ բջի տղա, որ ասում եմ, 4 երեխա, չեմ ասում երկրի վարչապետիկին, 4 երեխա 4 երեխա տիրոջ մորը, կանես ասես, ես քեզ ամուսնության առաջարկ կանեմ։ Մատդ մցրու քամագտ տար բերանդ այդ բուղը կանցնի վրիցդ, լրփի տղա, բարից բուն իմաստով, լրփի վաստակ ես դու ոչ մեր ունես, ոչ է սրբություն ունես, դու ինչ որ ֆերմայում ես ծնվել, ինչ որ կովից, այսքանը քեզ ու կհիշես, այ իմ ձևով շարժման մեջ առաջացած միական գրագետ ես կհիշես դու, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետև ունի մի վարչապետ, ով էլ լինի ԿՊ-ից ալնելու, կհիշես, ու ձեր նման քրքաշ հեռացածները, դուրս շպրտվածները երբեք իշխանության չեն գալու, դե հիմա գնացեք ու մարսեք, որը որից հետո է, ով որ իմ վարչապետին, իմ Հայաստանի Հանրապետության սրբությանը մորը կրոջը բանկ ասի, ոչ մեկ թող չպատասխանի, ես նրա հակահարված պատասխանը ես պետք է տամ, որ իմ սիրտը հանգստանա, պարզ է։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Այսքանը ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։